իրավապահ Կարագոզյանը հանգամանորեն ներկայացրեց։ Հիմա դուք ինձանից կլսեք որպես տուժողի, որ հարցեր չառաջանան։ Ես հիմա մանրամասը լսում եմ ձեզ։ Ես հիմա մանրամասը կանդրադառնամ եւ պատկան մարմիններին, պարոն վարչապետին, ազգային անվտանգության տնօրենին, ներողություն, ինչպես մեր ազգային անվտանգության տնօրենի ազգանունը։ Ինչ ասում ես, չեմ հասկանում։ Մի լսեք էլի իրան։ Չէ, դերեք չէ։ Մեր ազգային անվտանգության տնօրենի ազգանունը ինչպես է։ Գիտեք, ես չգիտեմ, ինչպես է, կարող եք ինձ հուշել։ Տնօրենի ազգանունը, ազգային անվտանգության։ Հա? Սիմոնյան։ Կանդրադառնամ պարոն Սիմոնյանին, կանդրադառնամ հիմա ես գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին եւ կանդրադառնամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Գագիկ Իսախանյանին։ Զրույցը հետաքրքիր է լինելու։ Դա իհարկե հաճելի է, որ դուք այս ամեն ինչը ուղիղ եթեր եք տալի եւ դնելու եք ձեր կայքերում։ Ես այս քաղաքացիներից մեկն եմ տուժող։ Այս քաղաքացիների բազմիցս իրենց բողոքի ձայն են բարձրացրել գլխավոր դատախազության դիմաց, քննչական կոմիտեի դիմաց, կառավարության շենքի դիմաց եւ այստեղից նորից քննչական կոմիտե, նորից գլխավոր դատախազություն, նորից այստեղ եւ այսպես։ Մի խոսքով էս տուժած քաղաքացիների էքսկուրսիա են կազմակերպում մեզ համար։ Սա հասկանալի է։ Հիմա դուք պատեք ինչ եք տուժել, որ կայքի ոնց են խաղում։ Ներողություն, ես սա մանրամասը կանդրադառնամ, եկեք առաջ թռնենք։ Ես տուժվել եմ Հելոբիտից։ Հելոբիտ ֆինանսական ներդրումային հարթակից, որը գործել է Հայաստանում, ես կոնկրետ թվերով եմ ասում, 2024 թվականի սեպտեմբեր ամսից բարեհաջող կանաչ ճանապարհ են ցույց տվել այդ հարթակին, աշխատել է մինչև 2025 թվականի նոյեմբերը, փաստորեն 1 տարուց ավել, որը ունեցել են բազմաթիվ գրասենյակներ Հայաստանի բոլոր տարածքներում, գրասենյակներ են բացել, բուկլետներ են տպագրվել, բաժանվել քաղաքացիներին, ավտոմեքենաները եղել են լոգոները, բոլոր խանութներում, վարսավիրանոցներում, բենզալեցակայաններում, շատ վայրերում եղել են գովազդ 24 ժամյա ռեժիմով եւ դա տևել է ամիսներ շարունակ։ Հիմա պարոն Սիմոնյանը որպես ազգային անվտանգության տնօրեն հարց եմ ուղղում իրեն, պարոն Սիմոնյան, սա ազգային անվտանգության հարց է։ Ձեր ազգային անվտանգությանը այդ ժամանակ ամիսներ շարունակ որ կողմն է նայել, ոնց չի տեսել այդ ամեն ինչը։ Հուսով եմ, որ պարոն Սիմոնյանը կարձագանքի ինձ։ Դուք կոնկրետ ինչքան գումար եք տուժել, ինչ եք արել, մի հատ պարզ ասեք, հասկանամ։ Ես տուժել եմ $12,000 չափով գումար, որը ներդրել եմ Հելոբիտի մեջ։ Եթե դա կարևոր է ասեմ, դա ես կարելի չասեմ, որտեղ այդ բոլոր փաստաթղթերը քննչական կոմիտեում կա, որպես տուժող եմ ճանաչվել։ Ես դա ասել ձեր հասցին պատասխանեցի։ Թող ես իմ մտքերը շարադրեմ։ Հիմա ինչ է ստացվում։ Քննչական կոմիտեն շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ մի քաղաքացու կանչում է, որպես տուժող է ճանաչում եւ ուղարկում։ Տպավորություն է ստեղծվում, որ քննչական կոմիտեն գործը ձգձգում է։ Թե ինչա ձգձգում, ես չեմ հասկանում։ Միգուցե կոծկելու համար է ձգձգում, միգուցե, ես դա չգիտեմ։